Ադրբեջանը իր սեփական փորձից հետևություններ է անում։ 94 թվականին, երբ որ մենք ստորագրեցինք խաղաղության զինադատարի համաձայնագիր Ադրբեջանի հետ, դրանից հետո աշխարհի համար պարզ դարձավ, որ այլևս այդտեղ պատերազմ չի լինի, մենք լրացուցիչ պահանջներ չդրեցինք, բացի զինադատարը ստորագրելը, հետևաբար եթե խաղաղություն է, կարելի է ներդրումներ անել Ադրբեջանում։ Եվ լուրջ ներդրումային հոտ գնաց Ադրբեջան, Ադրբեջանը դուրս վռնդեց Ռուսաստանին, արևմտյան ներդրումները մասնավորապես բրիտանական մտան Ադրբեջան, Ադրբեջանը հարստացավ, վերազինեց իր բանակը եւ 26 տարի հետո կարողացավ Հայաստանի նկատմամբ առավելություն ձեռք բերել, այսինքն ետ բերել կորցրածը, դեռ մի բան էլ ավելի։ Հիմա Ադրբեջանը հասկանում է, որ եթե Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրի, անմիջապես դրան կհետևեն Հայաստանում ներդրումները։ Իսկ ներդրումներից եկած գումարները բնականաբար Հայաստանը կծախսի բանակը սպառազինելու, սեփական ժողովրդի բարեկեցությունն ու կրթությունը ու մշակույթը հզորացնելու, որը ձեռնատու չի իրեն, դա էլ իր հերթին կբերի նրան, որ ինչ որ պահի Հայաստանը կգնա ռևանշի։ Հետևաբար ինքն ամեն ինչ անելու է, որ խաղաղության համաձայնագիր չստորագրվի,